Անցնենք փոխանցվածիչներին։ Qubit-ը, ինչպես բլոխի սֆերայով եկաչափորեն տեսանք, մենք հիմա կփորձենք այն վենտիլ են ասում անգլերեն, ռուսերեն, ոնց որ անգլերեն gates են ասում, այսինքն այն բոլոր էլեմենտները, տրամաբանական էլեմենտ մենք գիտենք դրանք ինչ են իրանցից ներկայացնում 5 կլասիկայում, հիմա փորձենք single qubit, մի qubit-ի համար, բանից պարզվում է օպերացիաներ կան։ Մի qubit-ի համար կարճ ասած, այդպես սխեմա կա, կամացի գործողություն կա, որ qubit-ի վիճակը մանիպուլյացիա ենք անում հավանականությամբ ստանալու համար։ Ինչևից է, կոչվում է quantum gates։ Սա այն մինիմալ սխեման է, մինիմալ էլեմենտն է, որը որ մենք կիրառում ենք քվանտային ծրագրավորման ժամանակ որպես միավոր։ Չմոռանանք, qubit-ը կա, իր բլոկի սխեման արդեն սֆերան ներողություն արդեն տվել ենք, հիմա սինգլների հետևից ընկնենք։ Քվանտային փոխանցատիչները կարող հաջող բառ հետագայում կփորձենք ավելի լավացնենք, դասականի նման է, այսինքն I или N-ի նման է։ Վերջին հաշվով ինքը բերում է 0-1-երի։ Քվանտային փոխանցատները գործում են քվանտային բիթերի qubit-երի վրա։ Ուրեմն պարզ է, մենք մի առարկա ենք ներդրել, չմոռանանք, նորից եմ ասում, մենք քվանտային ինֆորմատիկայի տեսակետից ենք նայում, մենք ինֆորմատիկներ ենք, անգլերեն IT մասնագետներ։ Մնացած աբստրակցիա ենք ան, մնացածը հեռացնում ենք, մաթեմատիկա կլինի, ֆիզիկա կլինի, բարդություն կլինի։ Մենք վերցնում ենք քվանտային աշխարհից qubit ենք սարքել, բլոխի սֆերայում իր մոդելը տեսել ենք, որ կեղծ թվերով, կոմպլեքս թվերով է աշխատում XY-Z-ով, եւ մենք այնտեղից ստանում ենք, որ սուպեր դիրք է եղել։ Սուպեր դիրքի սկզբունքը դրված է այդ հիմքի վրա եւ բանից պարզվում է, որ միաժամանակ շատ մեծ քանակով լուծումներ ունի։ Ահա այսա վերցրած է այդ աշխարհից եւ բլոխի սֆերայով, եւ մատրիցաներով, եւ qubit-ի սահմաններով։ Հիմա այս qubit-ների համար մեզ պետքա հրամաններ։ Հրամանները իր ասեմբլերն ունեն, միկրոսխեմայի կամ վենտիլների կամ դասական փոխանցատիչների կամ տրամաբանական էլեմենտների, այդ այնց ասենք, որը այնտեղ տրամաբանական է կոչվում։ Այստեղ փոխանցատիչ է մրել անունը, կարող է եւ այդքան ճիշտ չլինի։ Ինչևից է։ Քանի որ միաժամանակ մեծ թվով հաշվարկներ ենք անում, ապա երկրորդ մեծ բանը, որը սուպեր դիրքից բացի մեր վենտիլները կստանա, դա կարճ ասած entanglement տեխնոլոգիան է, խճճվածություն։ Երկու էլեմենտ, եթե կարողանում ենք երկու qubit entanglement անենք, մեզ մոտ տրամաբանություն է առաջանում, չկա սա, չկա նա։ Մենակ հավանականությամբ չենք ապրելու։ Մենակ Շրոդինգերի ալիքային ֆունկցիան 0-1 տալով չենք կարող դիֆերենցիալ հավասարում տեղը գտնել, ոչ։ Ֆիզիկա է, բայց IT չի։ IT դարձել է երկու մեծ ուղղությունով։ Դա սուպեր դիրքա դեռ որոշված չի, եւ երկրորդը ինքը entanglement է, խճճված է, համալսված է, այսինքն մի բիթը մյուսի հետ կիրառելով մենք կստանանք եւ կամ ոչ նմանատիպ շատ լավ բաներ։ Մենք կգանք IT աշխարհ։ Ուրեմն զուգահեռաբար բարդ հաշվարկներ է անում եւ entanglement-ի պատճառով եւ սուպեր դիրքի պատճառով, հա, եւ մենք ունենք այդպիսի բան։ Չմոռանանք, որ քվանտային փոխանցատիչները մանիպուլյացիա են անում, այսինքն մենք քվանտը մուտք է, ծրագիրը սկսում է, ինքը որոշ մանիպուլյացիա անում, բլոկի սֆերայի վրա դա կերևա վեկտորով, ինքը ստանում է արդյունք, իր մատրիցան ուսումնասիրելով մենք կարող ենք ֆազան, դրանց ֆազան պատտելը եւ այլ, այսինքն մենք գործողություններ ենք, ամպլիտուդ ենք հաշվելու, հավանականություն ենք հաշվելու, ամենակարևորը, որ մենք ինտերֆերենցիա ստանալու համար, ուրեմն մենք ֆազան շեղենք եւ այլն։ Այս ֆազան շատ լուրջագույն անուն է։ Ուրեմն քվանտային ալգորիթմներում սա մեծ տեղ է գրավում, եթե ոչ ամենաառաջի, բայց օրինակ Qiskit-ը, IBM-ը սիրում է այս քվանտային գետերով աշխատի։ Դուք ծրագիրը հավաքում եք OML-ի նման բլոկներով։ Microsoft-ը տարել է հրամանների, որից օրինակ մի քիչ առաջ մենք նայեցինք։ Խնդրեմ, RZ հրամանա, նայել է Qiskit-ով հրամանի բերով։ Հրամանա ենթադրենք այնտեղ նախորդներում Ադամառը եւ այլն։
Այսինքն մենք հրամաններով ենք աշխատում, երկուսն էլ թույլատրելի է եւ ահա մենք ունենք այն ինչ ունենք։ Խնդրեմ։ Ուրեմն ինչ է կատարվում։ Փոխանջատիչները բլոխի սֆերայի մակերեսի վրա կերևան, սկզբնական վիճակը միշտ ինքը մենք գիտենք 0 է դնում նախնականը, չմոռանանք, սա կրկնություն է, Z բևեռի վերևն է գտում, այս գծագիրը եւս մի անգամ ձեզ ցույց եմ տալիս, այսինքն քյուբիտը հենց որ այս հրամանը դուք դնում եք, այս հրամանը հենց որ դուք դնում եք, բլոխի սֆերայում ինքը կանգնում է Z0 վերևն է կանգնում, կա 0 է տալիս։ Հիմա մենք արդեն անցել ենք, իրան ֆորմալ փոքր մաթեմատիկացնենք։ Ադամարը 50%-անոց է աշխարհի ամենա արդար ուժգիրն է։ Ինքը գալիս է էլեկտրոնների, միկրոաշխարհի, ֆոտոնների, պրոտոնները, ասենք, եթե ռադիոակտիվ ուրանա էլեմենտ է, ինքը ռասպադը իսկական 50%-անոց է, իսկ հրաշք է։ Ուրեմն Ադամարը ասում է, որ եթե իմ Ադամար հրամանը օգտագործեք եւ իր անունը այսենց է հաշագրվում, նրա մատրիցան 1-2-ով 1-1-1 այս կարգով է գրվում, սա առաջինը 0-ի գիսն է, երկրորդը արդյունքում ինչ է ստացվում։ Ուրեմն ստացվում է, որ 2-2-ի մատրիցան սա է, input-ում տալիս ենք 0 50% output, input-ում տալիս ենք մենք կարանք նախնականը 0 1 սարքենք, հանգիստ կարող ենք 1 սարքել։ Ինձ տալիս է այս ձևով։ Բլոխի սֆերայում նույնիսկ մի հատ sense կարմիր գծած է, ուշադիր կնայեք, ինքը սխալ չի գծած, տենց նայենք։ Այսինքն ստացվում է, որ մուտքային տվյալները գալիս է եւ ստացվում է կամ պլյուս կամ մինուս, մենք մի քիչ հետո դրա մասին մի հատ էլ կխոսենք, ֆորմուլայով վերևը ոնց որ տված է, սրանք ինչ վիճակներ են, պլյուս մինուսը բելի անհավասարության ժամանակ եւ բելի վիճակներում է սա դեր խաղում, վերջ։ Ահա Ադամարը մենք հասկացանք 50%-անոց արդյունք է տալիս 0-1-երի։ Ռեալ չի, բայց լուրջ հավանականություն է։ Ամբողջ իմաստը, որ ինքը սուպերպոզիցիա է սարքում, 50-50 սուպերպոզիցիա է սարքում եւ գծային համադրություն է ինքը։ Այսինքն գծային ձևով է, գծային հանրահաշիվը ստեղ կարող է եւ մեզ օգնի։ Հաջորդը շատ ավելի հեշտ գեյթ, ես փոխանջատիչ եմ ասում, գեյթ ամենալավն է, identify, բացարձակ ոչինչ չի անում։ Identify-ն այս մատրիցայով է որոշում, թե մատրիցան հասկանալի է, input ենք տալիս 0-ն, փոխհաղորդիչ է։ Մեկ ենք տալիս մեր իդենտիֆիկացիան շատ դեպքերում պետք է գալի քվանտային ալգորիթմներում, ինքը իրեն հակարդարձելի է, այսինքն օրինակ բանում ինչա կոչվում, դասական IT-ում նեն ոչը ինքն իրան հակադարձելի է։ Իր ելքը, եթե տալիս ես մուտքին, ինքը ճիշտ աշխատում է, այսինքն բերում է հին վիճակին։ Ուրեմն հակադարձելիությունը քվանտային բանում ինֆորմատիկայում շատ կարևոր տեղ է, եթե հակադարձելի է, ապա դա շատ հոյակապ միջոց է ստացվում։ Այսինքն իդենտիֆիկացիա նշանակում է, ինչ մուտքում է, սա երբեմն պետք է գալի տարբեր կառավարման աշխատանքներում, Plecheld-ն է կոչվում, Plecheld, այսինքն запалнители, վերջը մեկը մեկին փոխանցում է, բայց այդտեղ քվանտի դերը չի փոխվում, ֆիզիկային չեն կպնում, բայց օգտակար ինչ որ լավ բան է ստանում, ալիքա եւ այլն։ Կարծես մեկը մեկի փոխանցում։ Իդենտիֆիցիրուետ, այսինքն ինքը իր մատրիցայով կորոշի։ Ստեղ մենք կմտնենք մի քանիսն ենք քննարկում, ոչ բոլորը, խոսքը single-ի մասին է դեռ, այստեղ single qubit, մի բիթի մասին է, մի բիթն ենք փոխում։ Pauli գեյթսերը մի հոյակապ անցում են, որը x, y, z rotate-ով արդեն վերևը մենք ոնց որ նայեցինք, կոմպլեքս մատրիցաներ են սրանք, Pauli գեյթսերը փոխում են ֆազայի փոփոխություն են բերում, այսինքն մենք Pauli գեյթսերով կիրառելով ու կա Pauli x, y, z, այսինքն Paul-ը ասում է x կոորդինատի վրա, y-ի վրա, գծի վրա կամ z-ի վրա։ Ուրեմն, այստեղ մաթեմատիկական բան կասեմ, մի լսեք։ Ուրեմն սրանք կոմպլեքս մատրիցաների է բերում, երկուսը երկուսի չափով արդեն, ոչ թե միաչափ, որ վերևը ես նշեցի բանի ժամանակ, սֆերայի ժամանակ բլոխի։
կոմպլետ, որոնք հերմիտյան են եւ միատարր են։ Այս հերմիտյանությունը եւ միատարրությունը մաթեմատիկայի ուղղությունը, ունիտարությունն է ցույց տալիս։ Հերմիտյանը մի մաթեմատիկա, որ չեմ էլ ուզում մտնել։ Նո սիգման գործը բանա, տառա, որը որ կարևոր չի ստեղ, թե ինչով է, ինչ տառա ինքը նշանակել։ Ինչևից է, Պաուլի X-ը այս մատրիցան ունի շրջումը, այսինքն եթե դուք Պաուլի X հրաման կիրառեք, ապա նա 1-ը 0-յա սարքում, 0-ն 1-ա սարքում։ Ստացվում է, որ Պաուլի X-ը input-ում 0 եք, 1 եք ստանում, ասենք ինքը ստիպում է կանգնել եւ նե դառնալ։ Ահա եւ մեր կլասիկ I իլինիայի նեն։ Բլոխի սֆերայում պտույտ սկզբնական վիճակից ցույց է տալի ոնց է պի 180 աշճանով 0-ն դառնում է 1 եւ այլն։ Չեմ ուզում հիմա դրա հետևից շատ ընկնեմ։ Ինչևից է։ Ուրեմն X Պաուլին մենք որպես ծրագրավորող շատ չենք խորանում, X-ը գրվում շատ դեպքերում այնտեղ խաչ է դրվում, կլոր է գրվում, այդպես դեպքեր կա, սիմվոլիկան կարևոր չի։ Պաուլի Y-ը։ Պաուլի Y-ը ահավոր է։ Պաուլի Y-ը, եթե մենք փորձենք իրեն աշխատացնենք, ինքը կոմպլեքս թվերի հետ պետք է աշխատի եւ Պաուլի Y-ում ին վերջապես output կգա։ Մատրիցայում ինքը 0 0 մինուս I պլյուս I մատրիցա 2-ը 2-ի վրա լա մոդել է, ուշադիր որ նայեք կամ ավելի շատ խորացնենք, եթե դրա կարիքը լինի, հիմա դրա կարիքը բացարձակ դեռ չկա։ Պետք չի ստեղ խորանալ, մենք աբստրակցիա ենք անում, մենք ծրագրավորող ենք, մեզ հրաման տվեք։ Ֆորմուլան լավ է, հավատում ենք մաթեմատիկներին, նորից եմ կրկնում, հավատում ենք ֆիզիկներին եւ մաթեմատիկներին, մեզ տվել են IT, տվել են qubit, որոշակի 0-1-եր եւ մանիպուլյացիաներ հավանականային, ամպլիտուդային եւ ֆազային։ Ու վերջ։ Ահա, այս կարող եք ուշադիր կարդալ, եթե պետք է, այս գրած չի նրա համար, որ ահա որ լավ սովորել։ Սա գրած է նրա համար, որ ինչ որ p-ով փոխում է x առանցքում, նույնստեղ y առանցքն է։ Իր արդեն կոմպլեքս թիվ 0 կանգնում, կոմպլեքս թիվ I 1 կանգնում, վերև ֆորմուլաներով մենք գիտենք, որ կոմպլեքս թվերի տեխնոլոգիան գոյություն ունի, այս կարգով է լինում եւ ինքը input-ում 0 է տալի կոմպլեքս թիվ 1 կանգնում, նեյա, բայց կոմպլեքս աշխարհում կոմպլեքս թվերը դե գիտեք, քառ մինուս 1-ը եւ այլն։ 1-ը 0 կանգնում էլի կոմպլեքս աշխարհում։ Եվ վերջացնում եմ ես Պաուլի Z-ը նույն բանը անում է Z-ա կոչվում, նու սֆերայում կարող եք այս գծագիրը տեսնել, 0-ն միշտ 0-յա մնում, 1-ը փոխվում է։ Ինչն է, Հիլբերտյան տարածության ֆազա է փոխում, էլ եմ ասում, եկեք տեղ շատ չմտնենք, այս բացատրելու համար ես 2 ժամ լեկցիա պիտի կարդամ։ Հիլբերտյան տարածք որն է, ֆազան որն է, ընդունում ենք, որ այդպիսի ոնց որ բլոխի սֆերան է, Հիլբերտյան տարածքը մաթեմատիկայի չափողական տարածք է, որը որ ահագին մեզ օգնում է։ Մենք արդյունքներ ենք ստանում։ Մենք Պաուլի Z-ը ուղղակի հրամանը գրում ենք, գիտենք, որ այս ինչ գործն է անում եւ արդյունք է ստանում։ Այս մատրիցան է, մաթեմատիկան բլոխի սֆերան պետք է լինի այս աչինը, կամ այս ձախինը մաթեմատիկան է։ Բացարձակ մատրիչնի է գալիս, հետո մեզ պետք է գալ այս մատրիցաները բազմապատկել, թե ասենք փորձել օպերացիաներ կատարել եւ այլն։ Ֆազայի անցում մինուս 1-ի բացատրած է։ Չհոգնացնեմ ոչ ինձ, ոչ ձեզ։ IT տեսակետից Պաուլի Z-ը Z առանցքի շուրջն է գործողություն կատարում այս մատրիցայով, այս արդյունքով։ Այսինքն, այսով Z տեգը օպերատոր կարևոր տեղ է գրում։ Այստեղ ես ինչու եմ գրել այսպիսով։ Օրինակ որտեղ պետք կգան։ Շատ ասելու բան կար, վերևներն էլ կար, բայց այս Պաուլի Z-ը նքան լավ բան է։ Ուրեմն Deutsche ալգորիթմ ունի եւ Grover ալգորիթմ ունի։ Մենք իրանց հետ շփվելու ենք, հնարավորինչափ մակերեսային, չենք կարող այդ մաթեմատիկան ներկայացնել։ Ուրեմն Deutsche ալգորիթմը Grover ալգորիթմում Պաուլի Z-ը մեծ տեղ է գրավում։ Որպեսզի այդ ալգորիթմները իրականացվեն։ Ես ասեմ, օրինակ այդ Grover ալգորիթմը բանում սխալները շեշտակի քչացնում է, ճիշտ լուծումները շեշտակի ֆազայով ուժեղացնում է։ Վերջը Պաուլի Z-ը մեզ պետք կգա։ Պաուլին հզոր գիտնական է եղել, այն հիմքերում է Հեյզենբերգի հետ։ Հիմա ինքը շատ ավելի հետաքրքիր տեղերից մեկն է նաև քվանտի սխալների ուղում։ Հիմա այսօրվա դրությամբ խոսք էին տվել, որ քվանտային համակարգերները մեծ դեր են խաղալու կան,
ու կլինեն հիմա պետք է արդեն 100 քյուբիտանոց աշխատեր 100%, IBM արդեն 1000 ունի, Microsoft-ը Majoranayով է հանդես գալի, Google-ը 100 հատ ունի, արդեն դա 200 աշճանը պետք է աշխարհը շուրջ տար։ Ինչու շուրջ չեն տալիս։ Դեռ որոշված չի, միշտ 5 տարով պրոգնոզ են տալիս, դրա համար չեն կարող։ Մասնագետի պահանջարկը դեռ չկա, ֆինանսը, մեծ ֆինանսա ծախսում։ Կվանտային սխալներն է շատ, այդ միկրոաշխարհը այնքան զգայուն է։ Մի հատ փռշտում են Ամերիկայում, ստեի էլեկտրոնը պատտվում է։ Այդքան առանձնացնել, մեկուսացնել ու որպեսի իրանք սուպերպոզիցիայում լավ հաշվարկ անեն, դեռ տեխնիկապես չենք հասել, տեխնոլոգիան փողաբեր չի, ծախսը շատ է, բայց եւ այնպես իմացեք, որ քվանտային սխալների ուղումը հիմա դարձել է ամենաառաջնային տեղը։ Վերջերս Google-ը քվանտային սխալներ ուղում է AI-ով, գտել է կլասիկ կոմպյուտերը օգնության է գալ։ Ինչևից է, մենք rotate gates գոյություն ունի, ֆազային շեղում, պտտում, թետա անկյունով։ Ուրեմն այս ձևի gate գոյություն ունի, ֆազա, այսինքն ֆազայի շեղման ընդհանուր տեսքն է, ընդհանուր գործողությունն է։ Ուրեմն ինչ է ստացվում։ Նո, էլի ինքը ունի հետևյալ անցումը։ Եթե քյուբիտը այս վիճակում գտնվի, ընդհանրենք, ապա rotate-ը կփոխի այս Շրոդինգերի հավասարման։ Այսինքն բոլոր դեպքերն է, Pauli Z-ը առանձնին է, rotate-ը բոլոր դեպքերն է իր ալֆա, բետա, y-ի թետա 1-ով, այսինքն ընդհանուր դեպքը կոչվում է rotate gate, ֆազային շեղում։ Եվ rotate gate-ի վերջապես իսկական մատրիցան ստացանք, այսինքն ֆազային շեղման մատրիցան այս սա է։ Pauli Z-ը մասնակի դեպքեր են, օգտակար մասնակի դեպքեր են, x-ի շուրջ, y-ի շուրջ, իսկ rotate-ը շատ լուրջ է, rotate-ը ընդհանրապես թեթան է պատտում եւ ստանում է համապատասխան երևի մաթեմատիկայի հիման վրա։ Ինչևից է, ֆազային բացի Pauli x, y, z-ից գոյություն ունի նաեւ rotate-ը եւ ֆազային շեղում պիկեսով S վենտիլն են դնում կամ S փոխանջատիչը։ Անուններ կան, չվախենաք։ Դե փոխանջատիչը մեզ մոտ պի շեղումն է։ Եվ այս պարզապես հատուկ դեպքեր են, այսինքն rotate-ի հատուկ դեպքերը գեյցերը կան օրինակներով։ Ես էլ իր մատրիցան մի տողով եմ գրել, չնեղվեք, նկարով չեմ գրել, սա էլ այլի մատրիցա համարենք սրա։ Այս իր մատրիցան է։ Օրինակ, եթե լսեք S գեյցը, սա R-ի որևէ P2 անկյան թետայի տարբերակն է ֆիքսված, սա P4 տարբերակն է եւ այլն։ Ուրեմն ֆազային գեթերը կարևոր դեր են խաղում, շատ կարևոր։ Երևի մենք այստեղ դժվարություններ ալնելու, ֆազան հասկանալ մի քիչ պատկերացում պետք է ունենա։ Կարևոր քվանտային, ուրեմն ալգորիթմ իրականացնելու համար են։ Օրինակ, շատ մեծ տեղ են գրավում ֆազային գեթերը, Ֆյուրեի ձևափոխությունը, որը բոլոր ֆորմուլաներում մեզ պետք է գալի։ Դրանպես մաթեմատիկայից, ասենք Նյուտոնի բինոմը իր համար ապրում։ Ֆյուրեի ձևափոխությունը, Ֆյուրեի, սա մաթեմատիկական մի հատ ինստրումենտ է, որը գալիս է մեզ։ Այսպիսով, եթե ամփոփենք, ապա single qubit փոխանջատիչները quantum gates են կոչվում, աշխատում են մի բիթի հետ, իրենց մատրիցայով, իրենց բլոկի սֆերայով, իրենց կարճ ասած փոխանջատիչի պայմանական նշանով։